ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում անցկացվել են լսումներ Եվրոպական սպառնալիքը խոսքի ազատության և նորարարության համար Ամերիկայում մաս 2 խորագրով։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի պաշտոնական կայք-էջում։ Տարածված տեղեկություններով լսումները վարել է կոնգրեսական Ջիմ Ջորդանը։ Նիստի ժամանակ ընդգծվել է այն, որ եվրոպական առցանց գրաքննության օրենքները, ինչպիսիք են Եվրամիության թվային ծառայությունների մասին օրենքը և Միացյալ Թագավորության առցանց անվտանգության մասին օրենքը, սպառնում են ամերիկացիների առցանց ազատ խոսելու իրավունքին Միացյալ Նահանգներում։ Բացի այդ, լսումների ժամանակ նշել են, թե ինչպես են եվրոպական կարգավորումները հարձակվում ամերիկյան ընկերությունների վրա և վնասում նորարարությանը։ Իռլանդացի փաստաբան Լորկան Փրայսը, Ֆինլանդիայի նախկին ներքին գործերի նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ Փայվրա Սավենը զրուցել են եվրոպական գրաքննության, մարդու իրավունքների խախտումների և տրանսգենդեր քաղաքականության նկատմամբ բացասական դիրքորոշում արտահայտելու համար հալածանքների մասին։ Նիստին հրավիրվել է նաև լրագրող և կատակերգու սցենարիստ Գրեմ Լինեհանը։ Վաղը կրթության նախարարը կհանդիպի պետական և տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների հետ։ Կքննարկեն կրթական բարեփոխումները և 2 համալսարանների միավորման հարցը, որին ընդդիմանում են ընդդիմությունը և ակադեմիական շրջանակների ու ուսանողների մի մասը։ Իսկ իշխող թիմի պարզաբանմամբ բարեփոխումը կբարելավի կրթության որակը, և 2 բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորման արդյունքում դասախոսները չեն հեռացվի ուսումնական գործընթացից։ Վրաստանի խորհրդարանը ընդհանուր և բարձրագույն կրթության մասին օրենքներում կատարվելիք փոփոխություններին 3 երրորդ ընթերցմամբ աջակցել է։ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել սենատի նիստ, որին ներկա են գտնվել ուսանողներ և դասախոսներ։ Նիստից հետո նշվել է, որ 2 համալսարանների միավորման հարցի վերաբերյալ պատրաստվել է ընդհանուր հայտարարություն, որն ուղարկվել է կրթության նախարարություն և այլ համապատասխան գերատեսչություններ։ Սենատի նիստի արձանագրությունում ասվում է, որ միավորումը բավականաչափ երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի կառավարման լուրջ բարդությունների, ինչը անմիջական ազդեցություն կունենա կրթության որակի վրա։ Դասախոսների և ակադեմիական խորհրդի անդամների պարզաբանմամբ չափազանց կարևոր է համալսարանի ինքնավարության, ակադեմիական որակի և աշխատանքային պայմանների պահպանումը։ Նրանց խոսքով, ընդունված որոշումը վնասում է 2 պատմական համալսարանների շահերին։ Արձանագրությունում նաև նշվում է, որ 2 համալսարանների միավորման գործընթացը այս ձևաչափով պետք է դադարեցվի և շարունակվի կողմերի հետ ակտիվ հաղորդակցությունը։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին կնոջ և ուղեկցող պատվիրակության հետ աշխատանքային այցով մեկնել է Միլան, որտեղ ներկա կգտնվի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Արարողության հիմնական միջոցառումը կանցկացվի Միլանի Սան Սիրո օլիմպիական մարզադաշտում։ Նախագահի վարչակազմի տեղեկացմամբ, այցի շրջանակում Վրաստանի նախագահը կհանդիպի Վրաստանի օլիմպիական պատվիրակությանը և կերկրվարկի գեղասահքի թիմային մրցումներում հանդես եկող վրացի մարզիկներին։ Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Վրաստանի անունից հանդես կգան 8 մարզիկներ։ Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների եռակողմ բանակցությունները այսօր էլ կշարունակվեն։ Մինչ այդ Կիևի գնահատմամբ պարզ է դառնում, որ եռակողմ բանակցությունների առաջին օրն անցել է արդյունավետ։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի հայտարարությամբ գործընթացը եղել է բովանդակային և արդյունավետ, կենտրոնացված կոնկրետ քայլերի և գործնական լուծումների վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է, որ բանակցությունները կողմերին հասցնեն իրական խաղաղության և Ռուսաստանին չտան պատերազմը շարունակելու նոր հնարավորություն։ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը սկսվելու ֆոնին ակնկալում է, որ շուտով տեղի կունենա ռազմագերիների հերթական փոխանակումը։ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների առաջին փուլը Աբու Դաբիում անցկացվել է հունվարի 23-ից 24-ին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակվել է, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ գրեթե 40 տարվա ընթացքում խաղաղություն, Հայաստան և Ադրբեջան բառերը միասին ոչ ոք չէր լսել, և նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք միասին էին օգտագործվում, դա ինչ-որ անհավանական բան էր նշանակում։ Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ անհավանական է այն, ինչ տեղի ունեցավ 2025 թվականին և ինչ տեղի է ունենում այժմ։